2 օր առաջ Շվեյցարիայի Բազել քաղաքում կայացավ Եվրատեսիլ 2025-ը, որի ժամանակ Հայաստանը ներկայացնող պարկը հանդես եկավ հիանալի կատարմամբ ու զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը։ Հեռուստադիտողի կողմից մեր մասնակիցը ստացավ 30 միավոր։ Նշենք, որ ազգային ժյուրիի քվեարկության ժամանակ Հայաստանին 12 միավոր տվեց Մալթայի ազգային ժյուրին, 10 միավոր Ֆրանսիայից ստացանք, Դանիայի ժյուրին 1 միավոր փոխանցեց, Լատվիայից 4 ստացանք, Իռլանդիայից 1, Մոնտենեգրոյից 1, Հունաստանից 1, Սերբիայից 2, Իսրայելից 5, Վրաստանից 3 և այսքանն էին մեր ստացած միավորները։ Արդյունքում մենք զբաղեցրինք 20-րդ հորիզոնականը, սակայն ունեցանք փայլուն ու տպավորիչ ելույթ։ Վստահաբար Եվրոպան ևս տպավորված է պարկի կատարմամբ ու ելույթով։ Եվրատեսիլի շուրջ տարիներ շարունակ բազմաթիվ են քննարկումները, երբեմն նաև քննադատությունները։ Լրագրող և հաղորդավար Արա Ղազարյանը միշտ իր աջակցությունն է հայտնել մեր պատվիրակությանը։ Պարկի ելույթից հետո Արա Ղազարյանը նախ շնորհավորել է երգչին կատարման համար, հետո նաև նշել հետևյալը. «Չի կարող Եվրատեսիլում ձայն ստանա մի երգիչ, ում կողքից կինը չի հեռանում, անընդհատ գրկված ա ու համբուրվում ա։ Ինտրիգի տեղ թողեք, թող աղջիկները մի փոքր երազեն։ Անսեռ երևույթների ֆոնին հազիվ բրուտալ հայ տղամարդ էր հայտնվել։ Նանա ջան, պարկին չէին տանելու քեզանից», նշել էր Արա Ղազարյանն ու հրապարակել պարկի կնոջ վերջին ինստագրամյան հրապարակումը։ Եվ ինչպես արդեն նշեցինք, այո, իհարկե, քննարկումները բազմաթիվ էին այս ելույթի ու Եվրատեսիլի շուրջ։ Լրագրող Մեհեր Բաղդասարյանը ևս շնորհավորել է պարկին ու տեսանյութ հրապարակելով իր կարծիքը հայտնել։ Ձեզ ենք ներկայացնում Մեհեր Բաղդասարյանի խոսքը։ Եվրատեսիլի հետ կապված դեռ կիսաեզրափակչից լիքը նամակներ եք ինձ գրում, խնդրելով մեկնաբանեմ Եվրատեսիլի հետ կապված, մեր պատվիրակի հետ կապված իմ կարծիքը ասեմ։ Կարծում եմ, որ ի հեճուկս բոլոր բացասական կանխատեսումների այն փաստը, որ պարկը անցավ եզրափակիչ, դա բացառապես իր տաղանդի ու իր թիմի արած աշխատանքի արդյունքում է։ Կարծում եմ, որ այնտեղ կար ուղղակի տաղանդավոր արտիստ, ով արհեստավարժ է եւ բեմի վրա ոնց որ ձուկը ջրում է, որտեղ մարդը ամեն օր աշխատել է կենթանի ձայնով աուդիտորիայի հետ։ Դա չէր կարող չունենալ իր դրական արդյունքը։ Մնացած բոլոր հանգամանքները կարծում եմ խանգարում էին, այդ թվում նաև երգը։ Բայց ես չեմ կարծում, որ այդ բոլորի ֆոնին, այդ անհասկանալի մրցույթի ֆոնին պարկը 20-րդ տեղ պիտի լիներ։ Կարծում եմ, որ ամեն դեպքում քվեարկությունը չի արտացոլում իրականությունը եւ վստահ եմ, որ պարկը հաստատ շատ ավելի լավ տեղ կարող զբաղեցնել, որպես արտիստ իր պոտենցիալը շատ ավելի մեծ է, քան այս երգն ու այս բեմադրությունն ու այս հորիզոնականը։ Ինչ ենք մենք սխալ անում։ Իդեպ ձեր հետ միասին նաև ես եմ ամեն անգամ ենթադրություններ անում, փոխում կարծիքը, սովորում, ձևավորում ինչ-որ կարծիք եւ այլն։ Կարծում եմ, որ պետքա արտիստը լինի նենց ոնց որ ինքը կա։ Դու կարաս, չգիտեմ, վարտիքով դուրս գաս բեմ, բայց քեզնից սեքսուալ էներգիա չգնա։ Ու դու կարաս միջև վերջ հագնված լինես բեմում, բայց քեզնից դուրս գա սեքսուալ էներգիա։ Դա ներքին զգացողություն է ու ներքին աուրա է, դա արտաքին հանգամանքների արդյունքում չի առաջանում։ Կարծում եմ, որ զբոյ է տալիս, խափանում է տեղի ունենում հատկապես այն ժամանակ, երբ արտիստը բեմում ուզում է երևա այնպիսին, ինչպիսին, որ ինքը չկա։ Ու փոխանակ ուրախության, երջանկության, էնդորֆիններ ու հորմոններ դուրս գան այդ արտիստից, արտադրվեն այդ արտիստի օրգանիզմում։ Ես կարծում եմ, որ դեմքին հիմնականում լինում է այդ վախի եւ վարժեցրածի այդ պահվածքը։ Կարծում եմ, որ պարկը շատ ամուր եւ ուժեղ ելույթ է ունեցել։ Կարծում եմ, որ պարկով միջև վերջ ու խոսքի իր թիմի մասին չի, արհեստավարժ ու միջև վերջ չեն զբաղվել, հակառակ դեպքում շատ ավելի լավ արդյունք կլիներ։ Մի խոսքով,
լավ է, որ մենք ամեն անգամ ներկայանում ենք շատ ուժեղ կատարմամբ, այսինքն չկա որևէ տեխնիկական, վոկալային, կատարման, արհեստավարժության հետ կապված որևէ խնդիր չկա։ Լավ է, որ մենք ներկայանում ենք նոր արտիստներով, ում համար սա հնարավոր է դառնա տրամպլին, ու երբ նայում ես այդ աուդիտորիան, երբ նայում ես այդ ստադիոնը, հասկանում ես, որ Հայաստանում ապրող կամ թեկուզ Թուրքում ապրող հայ երգչի համար դա մեծ երջանկություն է եւ գուցե իր կյանքի ամենամեծ բանը։ Այդքանով հաստատ շահած ենք, բայց երբ փոքր շավալի թեթև սկսենք մտածել, նույնը իդեպ իմ արած փորձի մասին կարող եմ ասել, ես էլ նույն սխալը արել եմ։ Այնպես որ մենք սովորում ենք մեր սխալների վրա, կարծում եմ, ուզում եմ շնորհավորել եւս մեկ անգամ Փարգին, շատ արժանի ելույթ ունեցավ, չնայած արդյունքներին։ Պարկը եւս Instagram-յան հարթակում հայտնել էր իր շնորհակալական խոսքն այն բոլոր երկրպագուների ու պարզապես մարդկանցից, ովքեր այս բոլոր օրերի ընթացքում իր կողքին են եղել։ Պարկը հուսով է, որ հայերը հավանել են իր ելույթն ու աջակցում են իրեն։ Ձեզ ենք ներկայացնում նաեւ Պարկի խոսքն առանց մեկնաբանության։ Դե վերջացավ Եվրատեսիլը։ Ես ուզում եմ սրտանց ձեզ շնորհակալություն հայտնեմ ձեր աջակցության համար, ձեր ձայների համար, նաև հիմա որ գրում եք շատ լավ խոսքեր եք ասում ինձ, ես շատ ակնհատում եմ ու ուզում եմ ասեմ, որ ես շատ երջանիկ եմ այս հնարավորության համար, այս ամեն ինչի համար, այս վերջի ամիսների համար, դա իրոք դժվար ամիսներ էին, բայց այս չգիտեմ, այս experience-ը որ եղել է, ես ուղղակի շատ երջանիկ եմ, շատ ուրախ եմ այս ամեն ինչի համար ու ուզում եմ ասեմ, որ սա սկիզբն է ու ես լիքը լավ գործեր եմ անելու ու լիքը ձեզ ուրախացնելու եմ, սենց ասեմ։ Հենց որ, սենց բոլորիդ շնորհակալ եմ։ Մեզ մնում է հավելել նաև, որ երգչիկինը Նանան շատ ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական հարթակներում, նա զբաղվում է բլոգինգով։ Նանան հենց Պարկի ելույթից հետո հրապարակել էր լուսանկարներ ու գրել հետևյալը. «Խզար, ուտեմ քեզ», լուսանկարներին կից գրել էր Նանան։ Կնոջ աջակցությունը Պարկի համար պարզապես անգնահատելի է, եւ իր շատ հարցազրույցների ընթացքում էլ երգիչը նշել է, որ Նանան ամբողջ ընթացքում իր կողքին է եւ իր աջակցությամբ միայն նա կարողանում է այս դժվար պահերը հաղթահարել։